Օդային աղետի արդյունքում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի զոհվելու պատճառով հունիսի 20-ին այստեղ կանցկացվեն նախագահական արտակարգ ընտրություններ։ Նախագահի վախճանից հետո երկրի առաջին դեմքի պարտականությունները ըստ սահմանադրության անցան խորհրդարանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին, որը նաև կառավարող քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունը ներկայացնող նախագահական թեկնածուն է։ Լեխ Կաչինսկիի զույգ եղբայրը նախկին վարչապետ 60-ամյա Յարոսլավ Կաչինսկին, որը ներկայումս գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահն է, դեռևս չի կայացրել որոշում դնելու է իր թեկնածությունը, թե ոչ։ Դրա համար նա ունի մինչև շաբաթ օրը ժամանակ։ Կա եւս մեկ թեկնածու, խոսքը կառավարող կուսակցության կոալիցիոն գործընկեր Գյուղացիական կուսակցությունը ներկայացնող փոխվարչապետ Վալդեմար Պավլակի մասին է, սակայն վերլուծաբանները չեն կարծում, որ նա կունենա մեծ աջակցություն։ Իդեպ Կոմարովսկին վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմաջակիցն է, երկուսն էլ շուկայական բարեփոխությունների, Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների եւ Եվրոյի գոտուն վաղաժամ միանալու կողմնակիցներ։ Իսկ հանգուցյալ Կաչինսկին բազմիցս էր խոչընդոտել կառավարությանը, թոշակներին, առողջապահությանը ու լրատվությանը վերաբերող օրինագծերի վրա վետո դնելով։ Այնպես որ եթե նախագահ դառնա խորհրդարանի նախագահ, այժմ նախագահի պաշտոնակատար Կոմարովսկին, կառավարության հետ հարցերը կընթանան շատ ավելի սահուն։ Լեխ Կաչինսկին, որն իր դիրքերով ավելի ազգայնական էր, այս տարի աշնանը անցկացվելիք ընտրություններում դնելու էր իր թեկնածությունը վերընտրվելու համար, սակայն մինչև օդային աղետը անցկացված հարցումները ցույց էին տվել, որ նա նույնպես զիջում էր Կոմարովսկիին, այն էլ ձայների 20%-ի հարաբերությամբ, իսկ նրա եղբայրը Յարոսլավ Կաչինսկին այսօր Լեհաստանում համարվում է ամենաանվստահելի քաղաքական գործիչը, որի կուսակցությունը պաշտպանում է տնտեսական պոպուլիստական քաղաքականությունը ու պաշտպանում Ռուսաստանի հետ կարծր քաղաքականություն որդեգրելու դիրքերը։ Նախնական հարցումները ցույց են տալիս, որ եթե պայքարն ընթանա Կաչինսկիի եւ 57-ամյա Կոմարովսկիի միջև, կհաղթի վերջինս։ 1000 անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով Կոմարովսկիին այսօր աջակցում է մարդկանց 55%-ը։ Այսպիսով խորհրդարանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին ունի հաղթելու մեծ հնարավորություններ, եթե մինչ այդ Լեհաստանում տեղի չունենա հասարակական կարծիքի մեծ փոփոխություն։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։